Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 11-ն է 2026 թվական։ Մեր երկրի հետ կապված զարգացումները այսօր ամենակարևոր հարցը արտահանման հետ կապված ինչ խնդիրներ ունենք։ Տեսնում եք Ռուսաստանի հետ կապված սանկցիաները զուգադիպեց նաև Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ճգնաժամի հետ, նաև տեսնում ենք ինչ է կատարում խանութների առևտրի վիճակ եւ այլ, եւ այնպես ստացվեց, որ արևմուտքը ձեռք մեկնեց, այդ ընթացքում որոշակի աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց մեր դժգոհությունը ինչից է գալիս։ Մենք մտածում ենք, որ չէ որ այդ հարցերը մենք կարող ենք ավելի շուտ անել, չէ որ այն մտքերը, որոնք որ գեներացվում է, պետքա իշխանությունը, օրվա իշխանությունն ով ուզմա լինի, նա ունենա այդ ուղեղային կենտրոնները, ունենա ռազմավարական հետազոտության կենտրոնները, կապ չունի դա իշխանությունն այդ կարծիքը հայտնում, ընդդիմությունն հայտնում, երեկվա իշխանությունն ասե թե ընդդիմությունն ասե թե վաղվա, ինքը այդ մտքերը պետք է հավաքի ինի բերի, որպեսի պլան B, պլան G, պլան D այդ բոլորը ունենա, ինչի համար եմ ասում։ Եթե մենք միջև էս Եվրոպայի սերտիֆիկատների հարցը լուծացել ենք, լիցենզիաների հարցը լուծացել ենք, մարշրուտների հարցը լուծացել ենք, ինչի պետք է սենց համապատրաստից վիճակի առաջ կանգնեինք։ Այո, հիմա նույնիսկ եթե Ռուսաստանը սանկցիաները հանի էլ, մենք գիտենք, որ ապրանք տանելը դժվար է, այսինքն գործնականում Եվրոպան եւ մնացած ուղղությունները դառնում են միակ ուղղությունը, բայց այդ միակ ուղղությունները, որը որ մենք կարող ենք այն ժամանակ միակը չէր, այլ ընտրանքային էր, ավելի շատ դրա ուղղությամբ քայլեր արածելնենք եւ ոչ թե հիմա ստացվի այնպես, որ միտեղ ապրանքը փչանում է, ասում են դե մասնավորի խնդիրն է, հո դրա պատճառով մեր անկախությունը չենք գցելու, բայց այդ մարդը այդ ապրանքը փչացավ, մեր ֆերմերն է, մեր գյուղացին է, այդ մարդը հազարոմի ծախս ունի, հազարոմի խնդիր ունի, այդ բերքը չեղավ, ոնց է ապրելու, իր երեխան միտեղ սովորում է վարձով, վարձավճար է վճարում, հազարոմի հարցեր կա, հազարոմի ծախսեր կա, կանգնենք սառնասրտորեն ասենք դե տենց եղավ ու վերջ, դա հարցի լուծում է, չէ։ Նույնիսկ եթե պետությունը կոմպենսացիա տա հաստատ բոլորին չի տալու։ Այսինքն սա ինչի՞ն է վերաբերվում։ Այո, այսօր ամեն մեկս մեր համեստ ուժերի ներածի չափով մտածենք, թե ինչ անենք հարցը լուծենք, բայց դրան զուգահեռ երբեք չմտածենք, նաև ասենք, իսկ ինչու մենք այդ վիճակում հայտնվեցինք։ Արդյոք հիմա մտածում է այդ բազմակողմանի բոլոր հարցերը, որ վաղն էլ մենք չկանգնենք նման վիճակի առաջ։ Եվ պատահական չի, երբ որ ես հիշացնում եմ անցյալում ասածները, դրա համար չէ ասեմ, տեսեք, որ ես ասեցի ճիշտ դուսեկա, դա ինչ է տալի։ Որևէ մեկը հիմա դափնեպսակ է բերելու իմ գլխին դնի։ Ես ասում եմ, ուղղակի այդ ամեն ինչը որ ասվում էր, այդ մտքերը որը ասվում էր, դրա վրա եթե զուգահեռ աշխատեին այն իշխանությունները, որոնք որ իրանց ուշնումիտքը Ռուսաստանն էր, գույք պարտքի դիմաց Ռուսաստաններ, ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին տալներ, բան անեիք, թեկուզ դնեիք դարակում, որ այսօր մեր հասարակությունը դրան պատրաստ լիներ։ Չարվեց Քոչարյանի ժամանակ մեռանք բացատրելով, չարվեց Սերժ Սարգսյանի ժամանակ մեռանք բացատրելով, չի արվում նաև Նիկոլ Փաշինյանի ժամանակ մեռանք բացատրելով։ Այսինքն ինչի եմ ասում, այս խնդիրները, եթե մենք իսկապես գտնում ենք, որ այո, մեր ապագան Եվրամիությունն է եւ Եվրամիության շուկան է, բայց այնպես չլինի, որ մարդիկ էլ ասեն, բայ այդքան ասում էիք Եվրոպա։ Տեսակ որ մեզ ամբողջական ծավալով չօգնեցին։ Հաշված օրերի ընթացքում ամբողջական ծավալով պետք է օգնեին, բա մենք ինչ արեցինք, որ այսօր այդ փաստի առաջ չկանգնենք։ Դրա համար այն ինչի մասին որ խոսում եմ, դա Հայկական ժամանակ օրաթերթում է տպագրվել 2006 թվականի հունիսին, այսինքն 20 տարի առաջ, ժողովուրդ ջան։ Եվ դուք տեսեք, այն ամեն ինչ, որը ասվում է, ասվել է, եթե դրան ուշադրություն դարձնեին, այսօր մենք ավելի պատրաստ չէինք լինի դրան։ Բայց նաև ուզում եմ բացատրեմ, որ այդ ժամանակ ինչպես էր նկատելի այդ տենդենսը, որ չգիտես ինչու ուրիշները չէին փորձում նկատեն։ Ափսոս է, բայց այդ ամեն ինչը մեր հարստությունն է, եթե մեկը մի կարծիք հայտնի լսի, ինչ է, դուք որ կարծիք եք ասում, կարծիք եք գրում, չենք լսում, չենք ուսումնասիրում, որ տեսնենք, այ խելացի մի հատ միտք ասեց, դա հանրայնացնենք, մարդկանց ներկայացնենք։ Ինչու եմ ասում, վերնագիրը որն էր, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդ թերթի գլխավոր խմբագիրն էր։ Էդվարդ Անտինյան հոդված է, ինչպես Ռուսաստան վերադարձնել ռուսներին։ Դա սա Facebook-յան գրառում չէ, ասենք այսօր կանեք, վաղը կջնջեք, միաս կանեք, սա թերթում տպած ցանկացածը կարող է մտնի գրադարան եւ վերցնի նայ։ Հայկական ժամանակ օրաթերթ 2 հունիս 2006 թվական։
Ռուսաստանի սպառնացող ամենամեծ վտանգը չինականն է։ Ռուսաստանում աշխատում են այս թեմային չբարձրաձայնել, ավելին հնարավորինս կոծկել։ Չինաստանում ընդամենը 9.6 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա ապրում է ավելի քան 1.3 միլիարդ մարդ, տարածքի զգալի մասն էլ բնակության համար պիտանի չէ։ Ռուսաստանի վարչակազմը միաժամանակ չի կարող եւ քաղաքակիրթ արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ եւ ավտորիտար ռեժիմ հաստատել եւ տարբեր երկրների բռնապետներին սատարել, բայց արևմուտքի հետ հակադրվելու անհրաժեշտություն անշուշտ ունի, քանի որ դա է միակ հնարավորությունը պահպանել աթոռը եւ փոխանցել իրավահաջորդին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ հակազդել արևմուտքին, քանի որ անգամ ԽՍՀՄ, որ զբաղեցնում էր մոլորակի ցամաքի 1/6 մասը եւ իր ազդեցությունն էր տարածել աշխարհի գրեթե կեսի վրա, այդ առճակատմանը չդիմացավ ու փլուզվեց, որից հետո ուժերի հարաբերակցությունը փոխվեց արդեն տասնյակ անգամներով։ Ռուսաստանն պետք է կամ ընդունի, որ ինքն այլևս գերտերություն չէ եւ փորձի կապողողակ հանդիսանալ արևելքի ու արևմուտքի միջև, շեշտակիորեն օգտվելով դրանից, կամ հակադրվի ու իր աշխարհաքաղաքական կշիռը մեծացնելու ուղիներ որ ունի։ Իհարկե ժամանակին էլ հակաամերիկյան փսիխոզը հանգեցրեց նրան, որ ԽՍՀՄ Չինաստանին դարձրեց ատոմային տերություն, բայց շատ չանցած հասկացավ, որ վերջինս լուրջ եւ անթակույց հավակնություններ ունի ռուսական անծայրացիր տարածքների նկատմամբ, եւ այնինչ ռուսների տեսանկյունից բնակվելու համար պիտանի չէ, 100 միլիոնավոր չինացիների համար շվեյցարական կուրորտի նման մի բան է։ Այս տարիների ընթացքում չինական հավակնությունները չեն նվազել, ընդհակառակը բնակչության աճին զուգընթաց ավելացել են։ Արևմուտքին հակազդելու համար Ռուսաստանը փորձում է սերտ համագործակցություն հաստատել Չինաստանի ու ավելի քան 1 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի հետ։ Իսկ սերտ համագործակցություն ենթադրում է նաև մարդկանց ազատ տեղաշարժ, մինչդեռ առանց այն էլ չինացիները մեթոդաբար գրավում են Ռուսաստանի հատկապես արևելյան մասը։ Դժվարն այն է, որ մեկ չինացի բնակություն հաստատելու նպատակով ոտ դնի որևէ ռուսական քաղաք, կարճ ժամանակում նրա շուրջ առաջանում է չինական թաղամաս։ Ինչու է այս վտանգն անտեսվում, որովհետև բավական է չինական ներհոսքի դեմ մի փոքր պայքարեն դա կառաջացնի լուրջ հակազդեցություն Չինաստանի իշխանությունների կողմից, քանի որ Ռուսաստանի չինիզացիան բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի, իսկ դրա դեմ առայժմ Ռուսաստանն անզոր է, քաղաքակիրթ աշխարհին նրա վարչակազմը շանտաժ է անում ոչ թե Ռուսաստան, Բելարուս, Հայաստան, այն ժամանակ շատ մոդա էր, միության հեռանկարով, այլ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան։ Եվ եթե մեր երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր գտնում են, որ պետք է սերտ համագործակցություն հաստատել Չինաստանի հետ, այդ ուղղությամբ որևէ բան անել պետք չէ, դա տեղի կունենա ինքնըստինքյան։ Եթե մեր երկրում շարունակվի այսպիսի անհեռանկար քաղաքականություն վարվել, կարճ ժամանակում ռուսական ներկայությունը Հայաստանում այնպիսի մետաստազ կտա, որ մենք այլևս այս ֆորպոստային կարգավիճակից դուրս գալ չենք կարող։ Ռուսաստանում շեշտակիորեն փոխվում է դեմոգրաֆիական վիճակը հօգուտ չինացիների, այնպես որ շուտով կդառնանք ռուսա-չինական ֆորպոստ, այնուհետև միայն չինական։ Շատ խելացի պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե հարևանդ բացի տարածքից ամեն ինչ ունի, նա տարբեր ձևերով հայտնվելու է քո տարածքում, որին դիմակայել է պետք, այլ ոչ թե աթոռը պահելու համար թշնամի հայտարարել արևմուտքին եւ երկրի սահմանային շլյուզները բացել Չինական օվկիանոսի առաջ։ Սահմանային շլյուզը ճակերտների մեջ, օվկիանոսի ճակերտների մեջ, որը վերաբերվում է մարդկանց ներհոսքին։ Ինչի ես սրանով հենց սկսեցի, որպեսի ասեմ հարցը։ Այն ժամանակ 2006 թվականին, 2004 թվականին եմ ես սկսել իմ հրապարակային գործունեությունը, երբ տեսա, որ մեր առաջ ճանապարհ է բացել Վրաստանը դեպի Եվրոպա։ Եթե ճանապարհը չկար, տեսական մտավարժանքներ կարող ենք անել, բայց գործնական ճանապարհ էր մեր առաջ բացվում ու այդտեղ արդեն կարելի էր քաղաքական ծրագրով այդ ճանապարհը անցնել։ Բայց հիմա նայենք, սա 2006 թիվ, այսինքն իմ հրապարակային գործունեությունից 2 տարի հետո, իսկ ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, այն ժամանակ էլ տարբեր խոշոր առևտրաարդյունաբերական ընկերություններ ղեկավարած մարդ, ես իմ կյանքի փորձով փորձել եմ մարդկանց հետ կիսվել ու ասել։ Հիմա տեսեք 2006 թվականն ենք ասում, բայց Ռուսաստանը 1998 թվականին արդեն հրավիրվել էր մեծ յոթնյակ եւ դարձել էր մեծ ութնյակ։ Ռուսաստանի շնորհիվ
մեծ յոթնյակը դարձել էր մեծ ութնյակ, որովհետև 91 թվականին ԽՍՀՄ փլուզվելուց հետո Արևմուտքը տեսավ, որ Ռուսաստանից վտանգ չի տեսնում, որը կփորձի վերականգնել խորհրդային միությունը, ասեց իր հետ կարող ենք մենք լինել լավ գործընկերներ, որտեղ նրանք ովքեր փորձում են փաստերն աղավաղել, փաստերը մի քիչ դաժան բաներ են, էլի պետք է այդ ամեն ինչը դնել սեղանին։ 1998 թվականին, այսինքն մեծ յոթնյակի մեջ ովքեր են մտնում եվրոպական 4 պետությունները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Արևելքից Ճապոնիա, Արևմուտքից Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Կանադա։ Ռուսաստանին հրավիրում են նրանց մեջ, չեն կանչում Չինաստանին ու Հնդկաստանին, բայց կանչում են Ռուսաստանին։ Այսինքն Արևմուտքը ձեռք չէր մեկնել, այդ հզոր երկրները ձեռք չէին մեկնել Ռուսաստանին 98 թվականին, դեռ Ելցինն էր ժամանակ, Պուտինն էլ չէր։ Ասեմ հաջորդը 2002 թվականին ՆԱՏՕ-ն Ռուսաստանին ասեց հավաքական անվտանգության հետ կապված, այո, մենք այդքան ընդլայնվել չենք ցանկանում ՆԱՏՕ-ի, բայց եւ միևնույն ժամանակ ցանկանում ենք Ռուսաստանին տեսնել որպես մեր գործընկեր։ Եվ Ռուսաստանին 2002 թվականին, այսինքն այս նյութից 4 տարի առաջ, 2002 թվականին Ռուսաստանին մտցրել են այն նոր ֆորմատի մեջ ՆԱՏՕ գումարած Ռուսաստան։ Այսինքն այդպիսին են տեսել աշխարհի հավաքական անվտանգության դերակատարությունը Ռուսաստանի հետ կապված։ Բայց այդ դեպքում հարց, եթե մեծ յոթնյակի անդամ էր դառել Ռուսաստանը մեծ ութնյակ, եթե ՆԱՏՕ-ի գործընկեր էր դարձել, այն էլ այդպիսի ֆորմատով ծանրակշիռ Ռուսաստան գումարած ՆԱՏՕ։ Բա ոնց էր, որ 98 թվականին դա, 2002 թվականին դա, բայց ես 2006 թվականին տեսնում եմ վտանգը, որ Ռուսաստանը հակադրվել է արևմուտքի դեմ եւ շրջվելու է դեպի արևելք ու կոպիտ սխալ է թույլ տալու։ Դրանից դա որևէ բանից երևում էր, ժողովուրդ ջան։ Այդ ժամանակ չմոռանանք, Ղրիմը 14 թվականին է եղել։ Չմոռանանք 8 թվականից հետո է եղել, երբ որ սկսել է Եվրամիությունը ասոցիացման համաձայնագրի հետ կապված բանակցություններ թե Հայաստանի հետ, թե Վրաստանի հետ, թե Ուկրաինայի հետ, թե Մոլդովայի հետ։ Լավ եք հիշում, Սերժ Սարգսյանը 4 տարի բանակցեց ու գնաց Մաքսային միություն։ Այսինքն 2006 թվականին որևէ մեկի աչքին չէր երևում, որ Ռուսաստանը շրջվելու է արևելք, սահմանները բացելու է Չինաստանի հետ։ Չինացիներն արդեն 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք իրանց գրքերում ու դասագրքերում են գրում, ասում են, որ 19-րդ դարում այդ տարածքները անցել Ռուսաստանին եւ իրանք դժգոհ են դրանից։ Այո, ունեն պայմանագիր Ռուսաստանի հետ, բայց դժգոհ են։ Չէ՞ որ Ռուսաստանն էլ պայմանագիր ունի Ուկրաինայի հետ, բայց ինքը դժգոհ մնաց, մտավ Ուկրաինա։ Այսինքն դրանով ապացուցեց, որ ցանկացած պայմանագիր կարելի է վերանայել։ Եվ այս պարագայում ինչ ստացվեց, որ երկիրը հանձնում է Չինաստանին։ 50 տարով, 100 տարով պայմանագրեր կնքում, անտառներ հանձնում, տարածքներ հանձնում, գործարաններ հանձնում եւ այլ եւ այլ։ Եվ այդ ամեն ինչի ինչի համար է ստանում, որ հակադրվես արևմուտքի հետ, ես ինչի համար է օրինակը բերեցի, որ այդ ժամանակ այսպիսի նման հոդված գրելու համար ում պատվերը պետք է կատարեի։ Արևմուտքի, որը Ռուսաստանի հետ գործընկեր էր։ Օրվա իշխանության, որը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ում Երբ որ շատ դեպքերում բաներ ասում է, որ ասում ենք ժողովուրդ ջան, լսեք, ինչ է կատարվում։ Այսօր հիմա դուք տեսնում եք այն ինչ որ տեղի է ունենում, չէ՞, մեր շուրջ։ Տեսնում եք ինչ է տեղի ունենում։ Իսկ դուք պատկերացրեք, որ լավ չէիք ընդունում, ոչ մի սիմպտոմ չէիք տեսնում, հասկացանք։ Բայց այս վերլուծությունը դնեիք մի դարակում վրան աշխատեիք։ Մեկին ասեիք կարող է վաղը գա այս իրավիճակը հասնի, եթե մենք մնանք Ռուսաստանի ֆորպոստ, խնդրեմ ենք ունենում։ Այսօր 26 թվականին Ռուսաստանը աշներից առաջ քանդվում է, դեռ մարդիկ իրանք ճղում են Ռուսաստանի շահերը սպասարկելու համար, բայց դա է ցավալի։ Բայց սա ենք ասում ժողովուրդ ջան։ Այն ժամանակ էլ ենք դուժե որ ասել են ինչի հետևից ես ընկել, ինչից ես խոսում։ Այսօր մի հատ տեսնենք ինչ ենք անում, կարող մենք այս իշխանությանը տապալենք, այդ ինչ բաներից եք խոսում եւ այլ եւ այլ։ Անցավ չէ այս 20 տարին, չմեռանք, չէ, բայց 20 տարի սխալ ուղղությամբ զարգացանք։ Հիմա եկել ենք փաստի առաջ ենք կանգնել։ Այսօրվանն էլ այսօր չեն լսելու, է։ Այսօրվան էլ ասում են դե լավ հասկացանք, հիմա լաբտացենք արագ այս ապրանքը վաճառենք։ Այո, այդ ապրանքը վաճառելու հետ կապված ինչ որ ուժերները
ների օգնենք, բայց միևնույն ժամանակ հասկանանք ինչ ենք ասում, որը վաղն է մեր աչքի առաջ գալու։ Ինչ ենք ասում, որ վաղվա իրադարձություններին պատրաստ լինենք։ Այս սրա համար է այս ամեն ինչը ես ասում եմ, որովհետև այս ամեն ինչը ասելու համար որևէ մեկից գրանտ չեմ ստացել։ Մարդիկ կարող են մտնեն, քանի տարվա ուզում են ստուգեն։ Միայն տուժել են, որովհետև Քոչարյանի իշխանության ժամանակ հնարավոր չէր չտուժել հրապարակային գործիչ լինելով եւ քննադատելով։ Բայց ես ափսոսում եմ, որ այդ ամեն ինչը չի գնահատվել այն ժամանակ, չի գնահատվում այսօրվա ասածը։ Վաղը մի ուրիշ հարցում ենք փաստի առաջ կանգնելու։ Դե հիմա դուք վերցրեք նայեք այն ինչ որ ես համար կարդացի։ Այսօր դա կյանքի կոչվում է, իրականություն դառնում է մեր առաջ։ Ռուսաստանը ինքը քանդում է իր երկիրը, դառնում է Չինաստանի Չինաստանի ձեռի տակ ամաթե։ Չինաստանը ոնց որոշում է նրա հետ վարվում է։ Արևմուտքը այդ հակադրվեց, ինչ օգտվեց դրանից։ Այն սանկցիաների տակ մտա 2014 թվականին, երբ որ ասում ենք Ղրիմի հետ կապված Ռուսաստանը սխալ արեց մտավ Ղրիմ, մեր ասում ենք, բայց քունչին ա պետք։ Ռուսաստանը Ղրիմ ա մտել, այդ ժամանակին Իրանն էր։ Ինչ եք այդ մասին խոսում։ Ու ասում է հիշեք, արևմուտքը սանկցիայի տակ է կողելու Ռուսաստանին, եւ այդպես էլ եղավ։ Մեզանից հետո նեղանալու են, որ մենք օկուպանտի կողքն ենք կանգնել։ Եվ եկավ 2020 թվականի պատերազմը Ղրիմից ընդամենը 6 տարի հետո։ Եվ երբ որ արևմուտքը պատշաճ ձևով մեզ չաջակցեց, շատերն ասում են, «Էդ էլ ձեր արևմուտքը»։ Տեսակ որ չաջակցեք։ Արևմուտքը իր հարկատուի հաշվին Ուկրաինային էր աջակցում։ Արևմուտքը սանկցիաների պատճառով իրանք էլ էին տուժում, բայց սկզբունքի համար պայքարում էր։ Մենք օկուպանտի կողմից էինք, դուք արևմուտքից ինչ էիք ուզում։ Այ հիմա հիշեք, բա դուք ինչ էիք ողջունում 14 թվականին Ղրիմը մտնելը։ Այն դեպքում, երբ որ այսօր պարզապես Ռուսաստանը Ղրիմը կորցնում է, ուղղակի կորցնում է, չի կարողանում պահի։ Մարդիկ ուզում են այնտեղից դուրս գալու խնդիրներ ունեն։ Այս ամեն ինչի մասին էինք ասում, չէ՞ ժողովուրդ ջան։ Բա դուք ինչի մասին էիք ասում։ Մեկը ասում էր Կրիմնաշ, մեկը ասում էր չգիտես ինչ, Սերժ Սարգսյանը ողջունում էր, որ դրան էլ եմ անդրադարձել։ Հետո կան ասում եք, բա ինչի է, մենք որ մի բան ուզում ենք, ոչ մեկը մեր կողմից չի։ Բա դուք մենք երբ ենք մտածել, որ մենք այդ ինչ գոնե այդ քաղաքական, այդ քաղաքագիտական միտքը զարգացնեինք, թեկուզ անպայման չի իշխանության լիներ։ Բայց գոնե զարգացնեինք, այդ գոնե դալներ, այդ միտքը հնչեր, մարդիկ այդ մասին իմանային։ Ոնց որ չստացվի այնպես, որ եկել ենք այս վիճակում ընտրություն ենք արել 26 թվականին, աշների դեմը տանում, տեսնում եք Ռուսաստանում ինչա կատարվում, երկու ռուսամետ ուժ խորհրդարանում, միակ ներկայացական մանդատ ունեցող ուժ, մենք ուրիշ ընտրություն չունենք, բացի խորհրդարանականը, նախագահ առաջնային մանդատով չի ընտրվում։ Եվ մեկ էլ Նիկոլ Փաշինյան, որը էլի հարաբերությունները ասում է ինչպես Ռուսաստանի հետ, մինչև ընտրությունից հետո էլ տանենք ամեն ինչ դավալին։ Այս ձևով ենք մեկ էս մարտահրավերների դեմ դուրս գալու։ Հիմա դե շարունակենք մնացած բաների մասին խոսենք, այս արդեն պատկերացիք թե ինչն է այս մտահոգում, որ այս ամեն ինչը մենք կարայինք ժամանակին իմանալով չեմ ասում անպայման այն ինչ որ ասվել է արվել վերցրեք հարյուրավոր մտքերը սինթեզեք առավելագույնն արեք պետությունը պետքա գործի առանց սխալվելու իրավունքի նույնիսկ եթե այդ պահին իրան թվա թե այդ բանը այդքան էլ հեռանկարային չի դրա վրա աշխատի որպես պատրաստ փաթեթ դիր դարակի վրա հենց վաղը կգա այդ մոմենտը այդ պատրաստ փաթեթը կհանես եւ կդնես սեղանին արդեն դրա վրա աշխատած նյութ կունենաս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի դիզելային վառելիքի ճգնաժամը խորանում է եւ դա արդարացիորեն ի պատասխան Պուտինի կողմից այս պատերազմը դադարեցնելու անզորության։ Մենք առաջարկություններ ենք արել, թե ինչպես մոտենալ խաղաղությանը։ Մենք աջակցություն ունենք ոչ միայն մեր գործընկերների, այլև Պուտինի մերձավոր շրջապատի շրջանում։ Նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում եւ որ խաղաղությանը այլընտրանք չկա։ Այս տպավորությունը Ռուսաստանում միայն կամրապնդվի։ Ընդամենը մի քանի օր առաջ է ես մասին խոսում, որ այսինքն Ռուսաստանի ներսում արդեն աշխատում են Պուտինի վարչակազմից ազատվելու համար։ Եվ կոնկրետ նշում էի փաստեր, երևացող բաները։ Այն որ մենք գիտենք, բայց երևացողը ձեզ համար։ Իսկ այսօր Վոլոդիմիր Զելենսկին այդ նույն բանն է ասում։ Այնպես չի որ ինքը ասել է դրա նոր եմ ես ասում։ Ինքը իր ասած վերում եմ օրինակ հաստատելու, որ այլևս ակնհայտ է, որ Պուտինի վրա խաչակաշ, մտածում են ուղղակի ոնց Իրանից պրծնեն, շատ զգույշ ձևով պրծնեն, որպեսզի մեծ վնասներ չտա։ Վոլոդիմիր Զելենսկի Ուկրաինայի զինված ուժերում ստեղծվել է նոր հատուկ հրամանատարություն Ռուսաստանի Դաշնության վրա հեռահարվածների հրամանատարություն, որը կկենտրոնանա Ռուսաստանի դեմ հարվածների վրա։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է համատեղ արագ արձագանքման ուժերի ստեղծման համար։ Նրանք կմիավորեն գրոհային զորքերը, անօդաչու թռչող սարքերը, հրետանին եւ այլ միջոցներ ռազմաճակատում արագ արձագանքման համար։ Այսինքն հիմա ռազմաճակատում նոր իրավիճակ է, այդ նոր իրավիճակում փաստորեն ստացվեց այնպես, որ արդեն պետք է պատրաստվես նոր պատերազմի, որակապես նոր պատերազմի։ Իսկ Ուկրաինան այն աշճանի է այդ նոր պատերազմին պատրաստ, որ երբ որ ասում են այ հիմա տես Ռուսաստանը այնուամենայնիվ դեմ է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնա Ուկրաինան, իսկ Ուկրաինան ավելին է, քան ՆԱՏՕ-ի անդամ լինելը, որովհետև Ուկրաինայի թիկունքին կանգնած այն կամավորական խումբը, որը ստեղծվեց, եվրոպական բոլոր ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են դրա մեջ ներգրավված։ Ներգրավված է Անժուսի անդամ Ամերիկա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ավստրալիան, Նոր Զելանդիան կանգնած է, Ճապոնիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չի, Կանադան, որը Եվրամիության անդամ չի, Ավստրիան, որը չեզոք պետություն էր, որ ասելերից հետ գործ չունեք, ոչ ՆԱՏՕ, ոչ Վարշավայի պակտ էր 1955 թվականից։ Ինքն էլ կանգնեց ասեց, ես պատրաստ եմ աջակցել։ Հիմա այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային ասում են, բա ինչով քեզ օգնենք, որ դու էլ մեզ օգնես։ Այքո փորձառությամբ։ Այսօր երբ որ ասում են, որ աշխարհի երկրորդ բանակը մարտունակ, Ռուսաստանը ուղղակի պայքարեց Ուկրաինայի դեմ, եւ այդ երկրորդ բանակը պարզվեց ինքը չունի, բայց այս պատերազմի արդյունքում պարզվեց, որ այդ երկրորդ բանակը գոյություն ունի։ Դա ամենամարտունակ ուկրաինական բանակն է։ Սրա մասին էինք զգուշացնում ու ասում էինք, որ ինչի վրա եք խաբվում, չափերի վրա եք խաբվում։ Ամերիկացի սենատորների խումբը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ թարմացված օրինագծի առաջմղման շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաձայնության գալու մասին։ Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունները, ներկայացնող սենատորներ։ Փաստաթուղթը նախատեսում է մասնավորապես երկրորդային պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։ Առաջարկվող միջոցառումների թվում են 500%-ի չափով ներմուծման մաքսատուրքերն այն ապրանքների համար, որոնք ԱՄՆ-ն են մատակարարում ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ արտադրանք գնող երկրներից։ Սա եկե արդեն 2025 թվականին պատրաստ էր, բայց եւ միևնույն ժամանակ փորձեր արվում տեսնել հարմար պահը գտնել։ Ես ուղղակի երբ որ ասում եմ կներեք, երբ որ ասեմ Դոնալդ Թրամփի այս որոշումը վերջնական է Ռուսաստանին ճնշելու հետ կապված, շատերն ասում են, դե ոնց եք հավատում Թրամփի ասածին, Ժորժ ջան, ամեն օր Թրամփի ասածից ես եմ խոսում, էլի։ Հիմա ինձ կարող է հանկարծ հավատացնեք, որ ես չգիտեմ ինչ եմ ասում։ Դոնալդ Թրամփը տատանվելու իր ժամանակն ունեցել է։ Ինքը ոնց է ուզում։ Կա պատերազմ, այդ պատերազմը եթե ինքը միջնորդեց, թափնիները Ամերիկայինն է, Ամերիկայի շնորհիվ է դա լինելու։ Եվ իր շնորհիվ է, որ ինչ-որ մեկը հաղթում է։ Ենթադրենք այս մոտեցումը։ Օրինակ, հիմա այդ պարագայում հիմա ինչ է ստացվում։ Ինքը մտածել է, թույլ օղակը Ուկրաինան էր, Զելենսկու վրա կճնշեր, Զելենսկին կզիջեր, ինքը Ռուսաստանի ժեստեր կաներ, վաղը մյուս օրը պայմանագրեր կկնքեր նաև բիզնես, պատահական չէր, որ իր մոդիկների միջոցով էր բանակցում Ռուսաստանի հետ, նաև իր փեսայի, այսինքն որ վաղը մյուս օրը ինքը չլներ նախագահ, հանգիստ կարողանար Պուտինի հետ առևտուր անել, որովհետև իր կարծիքով Պուտինը հավերժ է, ինքը փոխվող է, Պուտինը հավերժ։ Բայց երբ որ հասկացա, որ Պուտինը կարող է ավելի արագ գնա, որովհետև արդեն իրավիճակը փոխվեց, նա հասկացավ, որ չէ, արդեն եթե ինքը կանգնում է Ուկրաինայի կողքին, ինքը համարում է, որովհետև չի կարող Ամերիկան միջնորդել եւ դրա արդյունքում հաղթանակի դափնին Իրանը չլներ, պետք է տեղ հաղթողը լինի, որովհետև պատերազմ է։ Ուրիշ դեպքերում ինքը փորձել է ոչ ոքի լինի։ Ամերիկան ունեցել է նաև նման հնարավորություն, ասենք Եգիպտոս, Իսրայել, ասենք Հորդանան, Իսրայել։ Այդ պահին պատերազմ չի եղել, ասել եկեք նստեք, ես միջնորդեմ ու երկու կողմդ էլ գոհ լինեք։ Բայց այս պարագայում, երբ որ պատերազմ է ու դրա արդյունքում նոր աշխարհակարգ ալում, կամ ինքը պետք է ագրեսորի կողմից էլի որը խայտարակություն է, որի մասին պարբերաբար խոսել են, կամ պետք է ուժի դիրքից ելնի, թույլ իրավունքը հարգելով։ Մանավանդ որ տեսնում է, որ Ուկրաինան այդքան էլ թույլ չի, ինչքան իր մասին կարծում են, կամ ինչքան ինքն է իր մասին կարծում։ Այսինքն այլևս այդ որոշումը
պարտադրված է Թրամփին, որովհետև ինքը ուզում է այս պատերազմից հաղթած դուրս գա, իր միջնորդությամբ հաղթած դուրս գա։ Ով է այսօր հաղթողը, Ուկրաինան է հաղթողը։ Էլի իմաստավորն է, որ նա տատանվի մի հատ է շուրջա Ռուսաստանի կողմ։ Չունի Ռուսաստանը այլևս որևէ շանս, պահեստային շանս, որպես ինքը վերականգնի իրավիճակը, պարզապես չկա, թե տնտեսական, թե ռազմաքաղաքական առումով, թե բարոյահոգեբանական վիճակով, որ իր երկրում ասում է մեր ինչին էր պետք է պատերազմը։ Դանիայի էներգետիկայի նախարարությունը հայտնում է, Դանիան ավելի քան 10 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ավանդ է ներդրել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին։ Նոր ներդրումը հիմնադրամի շրջանակում Դանիայի ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը հասցրել է շուրջ ավելի քան 78.5 միլիոն եվրոյի։ Այնպես չի, որ ասենք Դանիան ուղղակի Ռուսաստանի հարվածի տակ է ու չոքերը թուլացած պաշտպանում է բանին Ուկրաինային։ Առավելևս, որ Դանիան էլ խնդիրներ ունի բանի հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված, Ամերիկայի հետ, նեղանալու տեղեր ուներ, խաղեր տալու տեղեր ուներ, բայց տեսնում եք, որ հետևողականորեն կանգնում են Ուկրաինայի թիկունքին, ասում են վնաս է տվել քո էներգետիկ համակարգին, դեմնել ձմեռա, մենք ամեն ինչ կանենք, որ այդ հարցում քեզ օգնենք։ Սա կարևոր աջակցություն է Ուկրաինայի էներգետիկ կայունությանը, հատկապես առաջիկա ձմեռային ժամանակաշրջանին պատրաստվելու գործընթացում, հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Դենիս Շմիգելը։ Շվեդիան նույնպես ավելի քան 120 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում է փոխանցել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին։ Բացի դրանից, շվեդական կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային հատկացնել մոտ 140 միլիոն եվրո ծավալով օգնության նոր փաթեթ 2026 թվականի համար ձմռանից առաջ էներգետիկ հատվածին աջակցելու նպատակով։ Իդեպ հիմա Ռուսաստանը նորից հարվածում է, Ուկրաինան ինչ է անում։ Նախ ստեղծում է ինքը հակաօդային պաշտպանության համակարգերը, որը կարտադրեն, հիմա Գերմանիան էլ ասել է, ես պատրիոտ կարտադրեմ, կտամ Ուկրաինային այնքան ժամանակ, մինչև պատերազմը կավարտվի, Ուկրաինան է կարտադրի, որտեղ ափսոս է, որ այդ տեխնոլոգիան հանկարծ գնա, հանկարծ վտանգի տակ չդնենք, բայց համաձայնությունը ստացել են Ամերիկայից, վերջ այդ խնդիրը կլուծել։ Այսինքն մի խնդիր հակաօդային պաշտպանությունը տուժեղացնել, երկրորդ շատ ինտենսիվ ձևով այնպեսի կործանարար հարված հասցնեց Ռուսաստանից, որ իր պատասխան հարվածների ինտենսիվությունը փոքրանա։ Հունիսի վերջին Էստոնիան հիմնադրամին 120,000 եվրոյի չափով լրացուցիչ ավանդ էր կատարել։ Անգամ Էստոնիան մի փոքր երկիր, որը հետխորհրդային պետություն էր, անգամ նա Դե գումարի հարցը չի, սա վերաբերմունքի հարց է, այսինքն ես այսօր Ռուսաստանի սահմանակից պետություն եմ, խնդիրների մեջ եմ, երեկ էլ ասեցինք, որ անգամ իրանց օդը փակելու հետ կապված Ռուսաստանից ինչ մտնի առանց կենտրոնական քաղաքական ղեկավարության հետ համաձայնացնելու պետք է խփեն, այսինքն ակնհայտորեն կոնֆրոնտացիայի մեջ են Ռուսաստանի մեջ հետ եւ ես 125,000 ավելի շատ ցույց է տալիս, որ մենք տեր ենք Ուկրաինային, մենք աջակցում ենք Ուկրաինային, որովհետեւ Ռուսաստանն ասում է, ով որ Ուկրաինային աջակցում է, ինձ համար լեգիտիմ թիրախ է, ասում է, հա, համաձայն եմ, ես լեգիտիմ թիրախ եմ։ Այս ձևի են միասնական պայքարում ժողովուրդ ջան։ Իսկ Հայաստանում դեռ միջևի մտածում են, ասում են, կարող է Ռուսաստանի հետ ավելի լավ լինի, կարող է սենց լինի, բայց չեմ հիշացնում, որ 22 տարի մեռանք այդ մասին ասելով, այդ ձեր ցավը տանեմ, ախր ում համար ենք ասում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Պեկինը Մոսկվային կտրուկ զգուշացրել է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին։ Ըստ Զելենսկու Չինաստանը վերջնագրի տեսքով է արձագանքել ռուսական լրատվի միջոցներում հնչող միջուկային սպառնալիքներին, նշելով, որ նույնիսկ նման մտքերի առկայությունն անընդունելի է Պեկինի համար։ Հիշում եք, քանի անգամ էր Վոլոդիմիր Զելենսկին ասել, որ երբ ուզենա Չինաստանը պատերազմը կդադարեցնի։ Այսինքն նրա աջակցությունը շատ մեծ է։ Այսօր Չինաստանը չի ցանկանում պատերազմը դադարեցնի հայտնի պատճառներով, որովհետև իրան տենց ձեռնտու չի, որ Ռուսաստանը ջախջախիչ քանդվի, դեռ Չինաստանը այն պետությունն է, որ կարող է իրան թույլ տալ միշտ լինել հաղթողի կողմը, բայց կարող է ցանկացած պահի էլ այդ որոշումը կայացնել, այնպես չի, որ իրան ասեն, այն դու չէիր, մեր կողքը չէիր։ Ինքը այդ կշիռը ունի, որի պատճառով ինչի համար եմ ասում։ Հիմա այսօր ինքը տեսնում է, որ ժամանակն է Ռուսաստանին ասել, այնքան ակցիա Ռուսաստանին կախվածության տակ Չինաստանից, ամեն ինչ է նա Չինաստանն է որոշում։ Հիմա էլ ասում է, ինչ միջուկային զենքի մասին ես խոսում։ Այսինքն բոլորակ ենք վերացնում քո էշության պատճառով։ Չես հասցնի դու միջուկային զենք օգտագործես, օթերդ կփակեմ։
Այսինքն սա իմացեք, որ դա պարզապես այդ վերջնագրի տեսքով որ ասում է, այո, դա հենց վերջնագրի տեսքով Չինաստանը իրավունք ունի խոսել Ռուսաստանի հետ։ Այդ ում մոլորակն ես վերացնում, ով ես դու։ Հիմա հասկացաք։ Սենց կատեգորիկ բան Չինաստանի անունից որևէ մեկը ռիսկ կանի հայտարարի ժողովուրդ ջան։ Զելենսկին չէ, ուզում է Պուտինն լինի, ուզում է Թրամփն լինի, ոչ մեկը Չինաստանի անունից տենց բան չի հայտարարի, եթե իմանա, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ այն երկիրը չի էլի, որ իր հայտարարությունը անմիջապես չհերքեն, ասեն ով է տենց բան ասել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով Զելենսկին իշխանության եկավ եւ իր ժողովրդին խոստացավ, որ վերջ կդնի պատերազմին։ Դա նրա սկզբնական խոստումն էր եւ նա դեռ կարող էր ավարտել պատերազմը կայացնելով շատ պատասխանատու որոշում։ Դուրս բերել իր զորքերը Դոնբասից, այն շրջաններից, որոնք այժմ դարձել են Ռուսաստանի մաս եւ արդեն իսկ դե ֆակտո դարձած իրավիճակը ճանաչել որպես դե յուրե։ Այդ դեպքում հաջորդ օրն իսկ պատերազմը կավարտվի։ Ավելի абսուրդ բան դժվար է պատկերացնել, որովհետև Զելենսկին է ձեր վրա հարձակվել։ Զելենսկին խաղաղություն էր ուզում։ Զելենսկին ինչ արեց, որ դուք վրան հարձակվեցիք։ Ընդհակառակը Զելենսկին արդեն Եվրոպայի խոսում էր, ասում են մոռացեք ՆԱՏՕ-ի հարցը Ուկրաինայի։ Զելենսկին ՆԱՏՕ-ի երեգել ասեցի 22 թվականի պատերազմից հետո սեպտեմբեր ամսին է ինքը որոշում կայացրել ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ Իրանք արդեն համաձայնվել էին, որ ՆԱՏՕ-ի հարցը մի կողմ են դնում։ Ինչ ագրեսիվությունից է կախված, որ ինքը խաղաղություն չէր ուզում, ինչ էր եղել։ Պատերազմ էր սկսել գնում էր Ղրիմը հետ բերեր։ Կոնկրետ որ ագրեսիայի մեջ է մեղադրում բանա Զելենսկուն։ Դուք եք կռիվը սկսել չպաշտպանվեր։ Հիմա էլ ասում են այն ինչ որ ուզում ենք թող տան, պատերազմը կդադարի։ Բայց ինչի՞ պիտի տանես որ բանը նախաձեռնությունն անցել է իրանց կողմը։ Այսինքն դուք 2022 թվականին այն ինչ որ ուզում էիք, ու ասում էիք ամեն ինչ գնում աստ պլանի, 2026 թվականին նույնն եք ուզում, չտեսնելով թե ինչ է կատարվում, ձեր շուրջ, ամբողջ աշխարհը գիտի ձեր վիճակը, դուք չգիտեք։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, որովհետև մեզ համար պակաս կարևոր չի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ 1000 հրթիռ դիսկավորված է եւ ուղղված դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհարձակվեն, եթե Իրանի կառավարությունը գործի իրականացնելով իր սպառնալիքը, որը հնչեցվել է աշխարհի տարբեր անկյուններում սպանելու կամ սպանության փորձ կատարելու Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին, այս դեպքում ինձ։ Հրամաններն արդեն տրված են եւ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, ցանկություն ունեն եւ լիովին ունակ են 1 տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում ժամկետի երկարաձգմամբ ամբողջովին ավերելու եւ ոչնչացնելու Իրանի բոլոր շրջանները։ Երեգել ենք խոսել այս մասին, որ Դոնալդ Թրամփը բավական այնպես իմպուլսիվ անձնավորություն է, կարողացել են իր վրա ազդել, որ այ ուզում են քեզ սպանեն, ինքն է ոնց թե ուզում են ինձ սպանեն, դե տեսեք ես ինչ եմ անելու եւ ասում է եթե ինձ սպանեն, նախապես հրամանը տվել եմ, որ հետ մահու այդ հրամանս կկատարեն եւ Իրանին պատասխան հարված կհասցնեն։ Պատասխան հարվածը կտա իր իրավահաջորդը, հարցը դա չի, այդ մասին երեք խոսել ենք, նորից չկրկնեմ, բայց հարցը ուրիշ է, որևէ մեկը հետմահու հրամաններ չի կատարում։ Հրամանը կոնկրետ պահի են տալի, որ կատարեն։ Այսինքն այդ որ Իրան համոզել են, որ կարող է հանկարծ ուզում են վերացնեն, հիմա էլ ինքը սպառնում է, որ եթե ինձ վերացնեք, տեսեք ես ձեզ ինչ կանեմ, կգամ մեռած տեղից, տես ձեր գլխին ինչ կդնեմ։ Պետք չէ էլի, ախր մեծ մարդ ես։ Հիմա հասկացանք, որ պարզապես ուզում են նենց անեն, որ Իրանի հետ հարաբերությունը չկարգավորես, Իսրայելի հետախուզությունը մի բան ասել է, էլի։ Դե մի հոչի ասել, որ տենց ամեն օր այս թեմային ինքան անդրադառնա, ստիպված մենք էլ անդրադառնանք։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի մեր նահատակ առաջնորդին ես ասում եմ, մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք մեր մաքուր արյան եւ այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար հանցագործներից եւ մարդասպաներից։ Այս վրեժը մեր ազգի պահանջն է եւ այն անպայման կկատարվի։ Այս հանցագործները, որոնց անունները հայտնի են ամենաբարձրից մինչև ամենացածրը, իրենց գերեզմաններ կտանեն խաղաղ ավարտի չիրականացված հույսը։ Նրանք պետք է իմանան, որ այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից։
անկախ նայից թե ես այստեղ եմ թե ոչ։ Սա կիրականացվի եւ շուտով աշխարհի ազատասեր ազգերը կկատարեն իրենց բաժինը այս աստվածային առաքելության մեջ։ Եթե նույնիսկ այս կարգի հայտարարությունը Դոնալդ Տրամպը համարի, որ նրա հորը կամ ընտանիքին սպանելը իր հանձնարարությամբ է եղել, միևնույնն է հաստատ հարցնա չի, որ Մոջտաբա Խամեյնին, որ սա ասում է, գործող Ամերիկայի նախագահի նկատմամբ նման քայլ կանի։ Դա վերաբերվելու է էլի պաշտոնաթող նախագահին ու հաստատ այդ ժամանակ հանձնարարություն տվողը Դոնալդ Տրամպը չի լինելու, էլ չասենք հետ մահու։ Բայց այն որ Իրանը ասում է, որ ինչ էլ համաձայնության գանք, մենք չենք զիջելու, կապիտուլյացիայի չենք գնալու, նույնիսկ այսքան հարվածներից հետո, նույնիսկ այս վերջի հարվածներից հետո, այնուամենայնիվ սա խոսում է այն մասին, որ այդքան հարթ չի գնում այս ամեն ինչը, ինչպես Ամերիկան ցույց է տալիս, որ էլի խփեցինք, այս արեցինք, այն արեցինք։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Թեհրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե ԱՄՆ-ն դավաճանի ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրի։ Լիակատար պաշտպանությանը պատրաստում, որովհետև ԱՄՆ-ն ընդունում է, որ այլևս զինադադարը չի գործում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումներ են կիրառվել 3 իրանական ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև Իրանի ևս 2 ֆինանսական կազմակերպությունների դեմ։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել անշարժ գույքի ոլորտում գործող իրանական խոշոր միջազգային ընկերություն, ամերիկյան կողմի տվյալներով այն կապված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Իրանի գերագույն առաջնորդ Մոջտաբա Խամեյնիի հետ։ Հիմա տեսնում եք, որ այսինքն հիմա շարունակություններ նայենք, որ Դոնալդ Տրամպը ինքն է ասում, որ զինադադարը ուժի մեջ չի։ Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ Թեհրանի խնդրանքով։ Դուք այնտեղ վերևը խնդրանքներ տեսաք, աշխատանքային խումբը աշխատում է, այնպես չի, որ դրանից հրաժարվել են, բայց բարձր մակարդակի հանդիպումներ ուղղակի հրաժարվել է Թեհրանը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հստակորեն տեղեկացրել է Իրանին, որ հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Իրանը հերքել է հաջորդ շաբաթ Իրան-ԱՄՆ նոր բանակցություններ անցկացնելու մասին տեղեկություններ։ Այսինքն էլի հերթական անգամ Դոնալդ Տրամպն ասում է Իրանը ինձ խնդրեց, մենք բանակցությունների են գնալու, Իրանն ասում է տենց բան չկա։ Աշխատանքային խումբը աշխատում է ցածր մակարդակում, որոշ հարցեր են քննարկում, բայց բարձր մակարդակի հանդիպումը մենք դեռ չենք հաստատել։ Ում անունից է ինքը խնդրանք բառը օգտագործում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է կատարել իր վրա վերցրած պարտավորությունները, մինչդեռ ԱՄՆ խախտում է փոխըմբռնման հուշագրի պայմանները։ Այս էլ դուք տեսնում եք, որ Իրանը այնուամենայնիվ մեղադրելով Միացյալ Նահանգներին ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք նաև հակամարտության։ Այո, մեզ համար դա շատ անցանկալի է, ամեն անգամ խոսում ենք այդ մասին, բայց դե մեր ուղակի շահերի հետ շատ լուրջ ձևով կախված է դա։ Չենք կարող չանդրադառնալ դրան, որովհետեւ եթե ինչքան շուտ համաձայնության կան, այնքան մեր օգուտն է, էլի։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը խոսելով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված զենիթահրթիռային համակարգերի մասին նշել է. Թուրքիայի համար խնդիր չի լինի ստանալ այն F-35 կործանիչները, որոնց համար մենք վաղուց 5 կամ 6 տարի առաջ վճարել ենք։ Դրանք կանգնած են պահեստներում եւ սպասում են, թե երբ ենք մենք դրանք վերցնելու։ Հիմա դուք ուշադրություն դարձրեք։ 5-6 տարի առաջ փողը տվել են, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում չի կայացրել։ Չէր կարա, չէ, փողը 5-6 տարի առաջ տար, այն ժամանակվա նախագահի հետ պայմանավորված չլիներ։ Պայմանավորվել ես, փողը տվել ես, բայց չեն տալիս, որտեղ կոնգրեսի հետ համաձայնեցնելու խնդիրներ կար, որոշակի բաներ կար, ոչ միայն S-400-ի հետ կապված, որ նշեցի, որ կարող են վաճառելով հարցը լուծեն, այլ նաև F-35-ը օդում գերազանցություն ապահովի Թուրքիայի համար, Իսրայելի շահերը պաշտպանել, գիտեք Ամերիկայի Միացյալ Նահանգների շատերի համար դա սուրբ գործ է, այդ պարագայում դա իրան ձեռնտու չէ, բայց երբ որ ինքը խոստովանում է, որ 5-6 տարի առաջ արդեն փողը տվել ենք, բայց 5-6 տարի առաջ տված փողի դեպքում լուծումը չենք գտնում, այսինքն դա ավելի բարդ է, քան միայն պայմանավորված էր S-400-ը հանելով, նաև Իսրայելի գործոնը հաշվի առնելով։ Իհարկե մի բան էլ երեք ասվեց, ժամանակ չեղավ անդրադառնանք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է շատ մեծ օր Ֆլորիդայի Palm Beach-ում, որտեղ իմ մեծ
պատիվն էր, որ Palm Beach-ի միջազգային օդանավակայանը տպավորիչ քվեարկությամբ վերանվանվեց նախագահ Դոնալդ Թրամփի անվան միջազգային օդանավակայան։ Շնորհակալություն Palm Beach-ի բոլոր բնակիչներին ձեր քվեի և վստահության համար։ Սա շուտով կդառնա աշխարհի ամենամեծ և ամենատպավորիչ օդանավակայաններից մեկը։ Իհարկե ավելի վաղ ԱՄՆ նախագահի անունը ստացել է նրա կալվածքից դեպի օդանավակայան տանող մայրուղին։ Վաշինգտոնում Թրամփի պատվին վերանվանվել է Խաղաղության ինստիտուտը, ինչպես նաև գլխավոր թատերահամերգային հարթակ, Ջոն Քենեդի անվան կատարողական արվեստի կենտրոնը, չմոռանանք նաև, որ դատարանն էլ որոշեց, որ լիազորությունը գերազանցել է իր անունը ստեղ դնելով, մեծ հույսեր ենք կապում, ասում ենք նոր աշխարհակարգի հարցը վերջապես կլուծի, բայց ինչպես տեսնում եք, նորից գալիս ենք, հանգում ենք նրան, որ այսպես հասարակ բաներով Դոնալդ Թրամփը դեռ ոգևորվում է, իմ անունը դրել են մի հատ օդանավակայանի վրա, էլի աշխարհի տեր ու տիրակալը, որը այսօր Ռուսաստանին պարտության մատնելուց հետո Իրանի հարցը կարող է ինքը շատ հեշտությամբ լուծել, եթե Ռուսաստանի հարցը լուծվում է, Իրանը մենակ է մնում։ Ռուսաստանը այնպես չի, որ Իրանին օգնում է, բայց Ռուսաստան, Իրան, Չինաստան առայժմ դիտարկվում են այդպես։ Բավական է դու Ռուսաստանի շարքից հանեցիր, Չինաստանը հասկանում է, որ արդեն ինքն է մենակ մնում, Իրանն էլ հասկանում է, որ այլևս այդ կշիռն ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քյալլատալը իր շահերից չի բխում։ Դա նշանակում է, որ պատերազմով չի, որ հարցը պետք է կամ սպառնալիքով չի, որ Իրանի հարցը լուծես։ Իրանը արդեն Իրանը կհասկանա, բայց այս պարագայում, երբ որ տեսնում ես, որ խոսում են, որ հեսա Ռուսաստանի հետ հարցը կլուծի, զինում է Ուկրաինային, էսա անում, այն անում, Եվրոպայի հետ միասին աշխատում է, մարդու հույս է կտրվում, որ մեկ էլ նորից նայում ես, ասում ես, մի հատ օդանավակայան վերցրեց էլի իր անունով դրեց, մի հատ փողոց դրեց իր անունով, մի հատ շենք դրեց իր անունով, Քենեդի անունը վրան դրած մի հատ էլ իր անունը, Քենեդի անվան, Թրամփի անվան, ապշելու բան է, էլի, այսինքն որ մի օր որոշում ենք, ասենք մի քիչ գոնե հուսադրվենք, ասենք որ վերջապես այս մարդը արդեն այս հարցերը կլուծի, ասում հանկարծ շատ չոգևորվեք, ես դե մի հատ օդանավակայան եմ տեսել, դա էլ պետք է իմ անունով դնեմ։ Դե ինչ արած ժողովուրդ ջան, մեզ էլ սա է վիճակված, տեսնում եք թե աշխարհում ինչա կատարվում մեր շուրջ, տեսնում եք Հայաստանի օրակարգը, խայտառակություն, հետընտրական ինչա կատարվում։ Մեկ մտածում են իշխանությունը ում պաշտոնի կդնի, Փաշինյանը իր թիմակիցներից մեկին հնդե կդնի, մեկին չի դնի, մեկը մանդատ կվերցնի, մեկը չի վերցնի։ Այդ ինչ թեմա է, որ տենց դրած որ էջը բացեց դա է։ Այս ինչը հրաժարվեց մանդատից, այն ինչը մնաց գործադիրում։ Ձեզ համար ինչ տարբերություն թե Նիկոլ Փաշինյանի որևէ ենթական ընդեղ կլի, թե ընդեղ կլի։ Ինչ որ հարց են լուծելու իրանք մեր պետության համար։ Մի մարդ չէ այդ որոշումը կայացնում։ Կամ են մյուսներն էլ, որ մտածում են, եթե մենք լնենք, տեսեք ինչեր կանենք։ Ուզում եմ իմանամ ինչեր պետք է անենք, տենց հզոր տղեկ, գնացեք օգնեք Ռուսաստանին, որ այս խնդիրներից դուրս գա, եթե այդքան սերտ համագործակցում եք Ռուսաստանի հետ։ Կարող եք օգնել Ռուսաստանի հետ մեր ապրանքների հետ կապված։ Ցույց տվեք, որ դուք իշխանություն չլնելով էլ վիճակի եք դա անել։ Կարող եք։ Բայց սա է ժողովուրդ ջան, դրա համար մեր հասարակության անելիքը շատ է, ու շատ հարցերում այո, մեր հասարակությունն ավելի գիտակից է, քան նրանց լիդերները, ցավալիորեն այս վիճակը մենք ունենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։